Եթե պարտվել, ապա միայն նարդի խաղալիս սիրելի համայնքի բնակիչներին։ Ինչ անեմ, կրեմ մի հատ։ Հա, դուք փորձառու եք, ձեր այդքան էլ հեշտ չի լինի։ Եկել է հաղթանակի ժամանակը կարգախոսով Սևակ Խաչատրյանն այս անգամ Էջմիածնի Չարենց թաղամաս է գնացել։ Դուք էլ մեզ վստահության կվետաք, դրանից հետո շատ ավելի շատ են գալու ձեզ հետ քննարկելու։ Ամեն նարդի խաղալ կսովորեմ նորմալ, նոր կգամ։ Գնացինք, լավ եղեք, ժողովուրդ ջան, հաջողություն։ Մինչ այդ հաղթանակ դաշինքի տեխնացուն նախընտրական ծրագիրը կներկայացնի վաղարշապատցիներին։ Ես Սևակն եմ, եկել եմ ձեր հետ ծանոթանամ, պետք է ակտիվ մասնակցել ընտրություններին, որ մեր համայնքի կյանքը ավելի լավանա։ Առաջի համարն եմ, հա։ Հա։ Խաչատրյանը հորդորում է նոյեմբերի 16-ին մասնակցել Վաղարշապատ համայնքի ավականու արտահերթ ընտրություններին։ Նրանց հանդիպած մարդիկ հիմնականում խոստանում են, ընտրելու են։ Խնդրենք ակտիվ մասնակցենք ընտրություններին։ Կմասնակցենք։ Հա, շատ լավ է, շատ շնորհակալ ենք, ձեզ լավոր ենք ցանկանում։ Անպայման էլի հանդիպել ենք, շնորհակալություն շատ։ Լավ եղեք։ Բոլորս մի համոր ուժերով գալ ենք։ Ապրեք։ Մենք ընտրելու դա մեր պարտքնա չենք ասի։ Ոմանք չեն խուսափում հենց տեսախցիկի առաջ բարձրաձայնել իրենց ընտրությունը, կրկախառնություններով, ձեռքսեղմումներով, պատշգամբներից ողջունելով հայտնում են իրենց աջակցությունը հաղթանակին։ Բարև ժողովուրդ ջան, հազար բարի ձեզ։ Կարող ենք բոլորս միասին մեր ուզած երազած համայնքը կարողանանք սարքել։ Դրան ոչ մի գործ, ոչ մի համուր, միանում են կազմակերպությանը։ Ձեզ լավոր եք ցանկանում, հաջողություն ձեզ։ Մերսի։ Մենք sense չենք փոխանցում, բայց հաղթանակի բանը լրիվ փոխանցում ենք։ Ապրեք, ապրեք ջան։ Դից գտնենք, դու պետքա անցնես։ Որեսի դզվի։ Մեգա ձեզ ենք ընտրել։ Ապրեք, շնորհակալ ենք շատ։ Սևակ Խաչատրյանին իրենց աջակցությունն են հայտնում ոչ միայն ընտրելու իրավունք ունեցողները, այլև չունեցողները։ Հա, բայց ասունի պապան եմ, հա։ Անչափահասներ, որոնք եկել են Սևակի հետ հանդիպելու։ Անունդ ո՞նց է։ Ազատ։ Ազատ, շատ սիրուն, լավ անուն է։ Դե արի արդ քայլենք, բա քո անունն է։ Արի քեզ էլ պաչեմ։ Դե դու էլ արի ես կողմ։ Նոր այդ հարցը էլի։ Համայնքի խնդիրների մասին շատ չեն խոսում բնակիչները, ոմանք թերահավատությունից, թե միևնույն է ինչպես առաջ, այդպես էլ հիմա ընտրություններից հետո մոռանալու են իրենց մասին։ Մենք հələ դուք վստահ եք, մնացածը խոսանք դրանից։ Ես հասկանում եմ դուք ճիշտ եք։ Խաչատրյանը վստահեցնում է, իրենք գիտեն ինչ է պետք վաղարշապատցիներին, էջմիածնեցիներին։ Էջմիածնի Չարենց թաղամասի խնդիրները լուծելու ծրագրեր արդեն ունեն։ Մենք ագին ծանոթ ենք դե թաղամասին, շենքերի տանիքների, կոյուղատարերի մեծ պրոբլեմ կա այս թաղամասում։ Բայց Խաչատրյանի խոսքով իրենք ընտրվելու դեպքում չեն դառնալու միայն խնդիրներ լուծող համայնքային իշխանություն։ Մենք զուգահեռ նաև զարգացման ծրագրեր ենք առաջարկելու, որ չստացվի, որ մոտակա 5 տարիները համայնքապետարանը միայն խնդիր պրոբլեմ լուծող է։ Լեռնամերձի հայտնի կիսանդրու մոտ է գնացել դաշինքի տեխնացուն, Լենինի արձանի տեղադրման պատմությունը լսել է գյուղի մի բնակչից։ Հա հիմա սա ձեր գյուղը, որ տեղադրել եք այդ արձանն է հենց։ Քարոզարշավի 3-րդ օրը Զվարթնոց թաղամասում է ավարտել հաղթանակ դաշինքը, 2 պարով են դիմավորել նրանց այնտեղ, կենաց խմել հանուն հաղթանակի։ Դուք մեզ վստահ եք, մենք էլ ձեր վստահությունն արդարացնենք, որ մի քանի ամիս հետո գանք այս թաղամաս, արդեն լրիվ ուրիշ թաղամաս տեսնենք։ Ինձ հատուցում է, Սևակ ջան, որ դու հաղթես։ Հաղթելու ես չէ, բոլորս հաղթելու ենք։ Թաղամասում քայլերթից հետո դաշինքի տեխնացուն ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ։ Հաջողությամբ պաշտպանել իր դարպասը հարվածներից։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։